Այսօր Երևանում հեղուկ գազը ռեկորդային բարձր գին ունի 290 դրամ նախկին 190-ի փոխարեն։ Որոշ լցակայաններում գազ չկա, իսկ մարզերում վարորդները վառելիք են փնտրում։ Ինչքան ժամանակավոր չունեք գազ։ Մի քանի օր արդեն չունենք, բայց հենց տեղեկ չեն ինչ որ պայմանավորված։ Դուք որևէ պարում մատակարարում բան չեք ունեցել, այսինքն հնարավորություն չի եղել։ Դեռ ոչ։ Շատ են հարցնողները։ Շատ, հա։ Վանաձորի հեղուկ գազի տասնյակ լցակայաններում վառելիքի փոխարեն գազ չկա գրառումն է, ով ինչպես կարողացել տեղեկացրել էր վարորդներին, որ հեղուկ գազն սպառվել է։ Աշխատակիցները նշում էին, թե արդեն մի քանի օր է իրենց պաշարները վերջացել են։ Քանի օր որ չունեք։ 4 օր չունեք։ Այսինքն ինչ են ասել, պատճառը գիտեք տեղյակի։ Ճանապարհները փակած է։ Քանի օր որ չկա։ Ես տեղյակ չեմ։ Առավոտն է եկել, ասել են գազ չկա։ Դե գիտենք, որ բոլորը ճանապարհին կանգնած են ինչ-որ ձյան պատճառով կամ փլուզման պատճառներով։ Հիմնականում ձեր գազը Ռուսաստանից է գալիս, թե Իրանից։ Մենք գիտենք ռուսական։ Քաղաքի ընդամենը մեկ լցակայանում էր հեղուկ գազ վաճառվում 260 դրամով։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող Run Oil լցակայանում էր, որտեղ երկար հերթ էր։ Աշխատակիցն Ազատությանն ասաց, արդեն 3-րդ օրն է հերթով են վաճառում ու նշեց, թե իրենց ունեցածն էլ շուտով կսպառվի։ Ձեր պաշարներն են պակասում արդեն։ Հա, համարյա պակասելու վրա է։ Ինչքան կհեգ։ Կոնկրետ չեմ կարող ասել, կարող է 2 ժամ, կարող է 1 ժամ, չեմ կարող ասել կոնկրետ։ Բայց այսօր կավարտվի, հա, կարծում եմ։ Այո, հնարավոր է նաև ավարտի, կարող է մի ժամից նույնիսկ ավարտի գազը։ Հա։ Հերթերը շատ են առավոտից հերթ։ Այո, այո։ Առավոտ մենակ այսօր է սենց հերթ։ Չէ, այս 3 օր, 4 օր է դիճակը։ Բա ոնց է որ մենակ դուք տենց շատ։ Բերել են ունենք, չգիտեմ։ Հա, կարողացեք նախին վայրտավորած է եղել, այստեղ։ Մենակ ստի է էլի գազը։ Քաղաքը մենակ ստի է։ Լույս չգիտեմ, կա չկա։ Ընդ որում նախին գնից ինչքան է թանկացած հիմա։ Նախին գին 200 դրամ էր, դարել 260։ Կամած թանկացավ, թե այսքանի օրում։ Մի օրում։ Մի օրում մի անգամից։ Մի անգամ էլ դարավ 250, մել 260։ Run Oil լցակայանների սեփականատեր Megatrade ընկերությունը ադրբեջանական բենզինը գնած երկու կազմակերպություններից մեկն է։ Ընկերության տնօրեն Կարեն Հայրյանն Ազատությանը տեղեկացրեց, թե նկատի ունենալով, որ դեկտեմբերից ձյան պատճառով մշտապես փակվում է Լարսի անցակետը, նախապես մեծ պաշարներ են կուտակել։ Նշեց, թե այսօր իրենց բեռնատարներն էլ են կանգնած Լարսի անցակետում։ Փրկարար ծառայության տվյալներով մինչև 3 Լարսի ավտոճանապարհը փակ էր հատկապես բեռնատարների համար։ Այսօրվա հաղորդագրության համաձայն արդեն ավտոճանապարհը բաց է, թե որքան արագ հեղուկ գազ տեղափոխող մեքենաները լցակայաններ կհասնեն դեռ հայտնի չէ։ Մինչ այդ մարզերում վարորդները տեղից տեղ են գնում մեքենան լիցքավորելու համար։ Տեղացի վարորդներից մեկը նշեց, թե նույն իրավիճակն է նաև Լոռու մարզի այլ քաղաքներում։ Ոչ միտեղ չեք գտել, եկել եք ստեղ, թե Միտեղ եմ գնացել, չի եղել, ես ստեմ միշտ ասում եկել եմ։ հա միշտ ստեղ եք։ Հա, թաղամասում։ Եկել եք դուք Չէ, ես բնակիչ եմ, ուղղակի գիտեմ, որ այս պահի դրությամբ Տաշիրում, Ստեփանավանում, ստեղ էլ մեծ մասում լցակայաններում գազ չկա։ Ալավերդի քաղաքից տեղեկություն ստացանք, որ մինչև Բագրատաշեն հատուկենտ լցակայաններում է հեղուկ գազ ճարվում, այն էլ սահմանափակումներով են վաճառում։ Հանրապետության երկրորդ քաղաքում Գյումրիում պատկերը մի քիչ ավելի մեղմ է։ Լցակայանների մի մասում գազ չկա գրառումն է, բայց մի քանիսում գազ կգտնես, ընդ որում համեմատաբար էժան 240 դրամով։ Ինչ է գազի գինը թանկացել։ Դեռ 3 կառավարության նիստում անդրադարձ եղավ հեղուկ գազի թանկացմանը, բայց խոսք չկար ստեղծված դեֆիցիտի մասին։ Կառավարության անդամները բացառեցին, որ թանկացումը կապ ունի Ադրբեջանից 2 անգամ ներկրված բենզինի հետ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը հայտարարեց, թե ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազի գինը բարձրանում է, գարնանը նվազում։ Ամեն տարի Լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում։ Սովորական process-ը ապրիլ-մայիս ամիսին էժանա, դեկտեմբեր ամսին թանկ է, եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դե այն ինչ որ նկարագրեցիք, արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի։ Դեռ 3 կառավարությունում խոսում էին ընդամենը 40-ից 50 դրամ թանկացման մասին։ Այսօր արդեն մինչև 100 դրամով է թանկացել այս վառելիքը։